Ադրբեջանից Հայաստան ներկրված պրեմիում տեսակի էժան բենզինը անորակ չէ, վստահեցնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։ Փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Արմեն Կոտոլյանը հերքում է ավելի վաղ տարածված փորձագիտական կասկածը, թե պրեմիումի փոխարեն Ադրբեջանից Հայաստան է մտել սովորական ռեգուլյար տեսակի բենզին, որի որակը բարձրացվել է տետրաէթիլ կապարի ավելացմամբ։ Այս վարկածն առաջ տանողների հիմնավորումն այն է, որ Ադրբեջանը պրեմիում տեսակի բենզին չի արտադրում։ Սեփական կարիքների համար տարեկան մոտ 100,000 տոննա պրեմիում տեսակի բենզին է Ադրբեջանը ներկրում Ռուսաստանից, Հունաստանից, Ռումինիայից ու Բուլղարիայից։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Ալիևի վարչակազմը իբրև խաղաղության ժեստ հենց այդ բենզինից Հայաստան ուղարկած լինի։ Այս բենզինի հետ կապված ամբողջ շոուն շատ ավելի խորը նպատակ է հետապնդում։ Խորը նպատակը ըստ ընդդիմադիր падգամավորի այն է, որ նույն տրամաբանությամբ մի օր էլ Ադրբեջանից էժան գազ կամ հոսանք գնի Հայաստանը։ Այդպես կկատարվի մեր երկիրը էներգետիկ կախվածության մեջ գցելու Ադրբեջանի երազանքը։ Ինչ են իրանք այսքան շեփորահարում, տեսեք բենզինի գները 20%-ով գները ընկան եւ այլն։ Եվ հանրության մեջ ինչ որ մի խումբ մարդիկ ասում են, հա, վայ, այս ինչ լավ է, դե ինչ տարբերություն, որտեղից է բենզինը գալիս, բենզինը։ Իսկ ինչ վատ կլինի, եթե մենք Ադրբեջանից ավելի էժան գազ առնենք։ Հեսա տեսեք, բենզինը ավելի էժան առանք, ինչքան լավ եղավ։ Խորհրդարանում չորեքշաբթի հարց ու պատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Ադրբեջանից բենզին, դիզվառելիք ներկրող իշխանության վերջնական նպատակը դա է, ասում է Խաչատրյանը։ Բայց ինչ կլինի հետևանքը, Իրանի հետ երկրորդ հոսանքի գիծը չեն կառուցի, Վրաստանի հետ էլի էներգետիկ պայմանավորվածությունները չեն կատարի։ Փաշինյանի ընդդիմախոսները անխուսափելի են համարում Հայաստանի էներգետիկ համակարգի կախվածությունը Ադրբեջանից միացման դեպքում։ Փոքր համակարգը մեծին միանալով միշտ էլ կախվածության մեջ է ընկնում, իսկ Ադրբեջանը էներգետիկ շանտաժի քաղաքականություն է վարում ադրբեջանական գազ ներմուծող գրեթե բոլոր երկրների նկատմամբ։ Էդգար Ղուշչյան, Կարինե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հերիկ Համազասպյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։